Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի համաձայն տնային կալանքը մեղադրյալի ազատության այնպիսի սահմանափակում է, որի ընթացքում նա պարտավոր է չլքել դատարանի որոշման մեջ նշված բնակության տարածքը։ Դատարանի կողմից տնային կալանք կիրառելիս հաղորդակցության սահմանափակումները կարող են չտարածվել կրթության շարունակականությունն ապահովելու համար հեռավար կրթությունը շարունակելու դեպքերի նկատմամբ։ Փոփոխությունների մասին փաստաբանական տեսակետը Օֆելիա Արսենյանի պատրաստած ռեպորտաժում։ Արդարադատության նախարարությունը ներկայացված նախագծով առաջարկում է տնային կալանքի տակ գտնվող անձանց հնարավորություն տալ շարունակել հեռավար կրթությունը, հաղորդակցության սահմանափակումներից բացառություն սահմանելով։ Ըստ էության դրական կարելի է համարել այդ միտումը, որպեսզի տնային կալանքի տակ գտնվող անձինք կարողանան շարունակել իրենց կրթությունը, որովհետև մենք ուրեմն ունենք նախատեսված մի քանի խափանման միջոցներ, որոնցից մեկը դա տնային կալանքն է, երբ որ դատարանը ըստ էության որոշում է, որ անձը պետք է տնային պայմաններում, այսպես որոշակի մեկուսացված մնա հասարակությունից եւ դատարանը ելնելով գործի հանգամանքներից, ելնելով տվյալ անձի, այսինքն կալանավորի կերպարից կարող է բացի տնային կալանքը սահմանելուց նաեւ որոշակի այլ սահմանափակումներ կիրառել տվյալ անձի նկատմամբ, օրինակ արգելել իր շփում այլ անձանց հետ, իր ասենք հեռախոսազանգերը, հեռախոսախոսակցությունները կամ այլ ձևաչափով, չգիտեմ, սոցիալական կայքերով եւ այլ անձանց հետ շփումները եւ դա հանգեցնում էր նաեւ նրան, որ անձը նաեւ ասենք զրկված է լինում ընդհանրենք իր ուսումը շարունակելու հնարավորությունից։ Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքը սահմանում է, որ կալանավորված անձը իրավունք ունի ի թիվս այլնի նաեւ ստանալ կրթություն, զբաղվել ստեղծագործ աշխատանքով։ Կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմը հնարավորություններ է ստեղծում կալանավորված անձանց տարրական, հեռակա ընդհանուր միջնակարգ եւ բարձրագույն կրթությունը կազմակերպելու համար, պահպանելով ներքին կանոնակարգի պահանջները։ Կալանավորված անչափահասն օրենսդրությամբ սահմանված կարգով ստանում է միջնակարգ կրթություն։ Քրեակատվական հիմնարկում անձինք ստացվում է, որ ունեն այդ հնարավորությունը, սակայն նույն կարգավիճակում գտնվող մյուս մեղադրյալները, որոնք նորից գտնվում են անազատության մեջ, ուղղակի պայմանները ավելի մեղմ են, ավելի մարդասիրական են, այսինքն տնային կալանքին գտնվող մեղադրյալները չունեն այդ հնարավորությունը եւ որևէ կերպ օրենսդրական նման երաշխիքներ սահմանված չեն։ Ես կարծում եմ, որ այս փոփոխությունը կնպաստի այդ իրողության, փոփոխմանը, որովհետև տնային կալանքի պայմաններում գտնվող մեղադրյալները նույնպես ունեն կարիք եւ շատ դեպքերում նույնիսկ պրակտիկայում շատ են նման դեպքեր եւ անձինք ստիպված կիսատ են թողում իրենց ուսումը, հեռավար դասընթացները եւ դրա արդյունքում հնարավորություն չեն ունենում կրթվելու։ Միանշանակ սա շատ կարեւոր փոփոխություն է եւ այդ համանadությամբ երաշխավորված կրթության իրավունքը անձինք հնարավորություն են ունենալու նաեւ շարունակել տնային կալանքի պայմաններում։ Ուղղակի մեկ այլ խնդիր կա, որ դրա նկատմամբ պետք է լինեն պատշաճ վերահսկողական մեխանիզմներ։ Սահմանվում է, որ դատարանի կողմից տնային կալանք կիրառելիս հաղորդակցության սահմանափակումները կարող են չտարածվել կրթության շարունակականությունն ապահովելու համար հեռավար կրթությունը շարունակելու դեպքերի նկատմամբ։ Կարծում եմ այդ համադրությունը կարելի է ապահովել, որտեղ այնուամենայնիվ ես ճիշտ չեմ համարում, որ ընդհանրենք անձը, որը անցնում է քրեական գործով եւ ասենք համ մեղադրյալն է տվյալ գործով եւ որոշակի սահմանափակումների տակ է գտնվում ընդհանրենք կալանք կանանավայրում կամ տնային կալանք տնային պայմաններում, որ ինքը առհասարակ պետք է զրկվի մեկուսանա հասարակությունից, կտրվի հասարակությունից եւ կրթություն չստանա կամ ասենք չանցնի ինչ որ սոցիալիզացիային այլ պայմաններ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որը կալանքի տակ գտնվել ինքը կարող է երկարատև լինել ամիսներ անգամ մինչև 1 տարի եւ այլը անձը գտնվի կալանքի տակ եւ եթե օրինակ անձը այդ ընթացքում ցանկանում է շարունակել իր ուսումը, ապա ճիշտ չեմ համարում, որ զրկվի անձը տվյալ հնարավորությունից, որովհետև դա կարող է հետագայում արդեն պատիժը կրելուց, ազատվելուց հետո եւ այլն իր աշխատանքի հետ կապված, իր զարգացման հետ կապված բացասական ազդեցություն ունենա։ Պրակտիկայում հաճախ են հանդիպում դեպքերը, երբ տնային կալանքի տակ գտնվող անձը չի կարողանում շարունակել կրթությունը, դուրս է մնում կրթական գործընթացից, ընդհուպ մինչև կանգնում է կրթական հաստատությունից հեռացման վտանգի առաջ։ Բազմիցս ենք այս խնդրի հետ բախվում եւ դրա միակ հնարավորությունը լինում է լրացուցիչ դատարաններին ծանրաբեռնելը, որովհետեւ մենք
համապատասխան միջնորդությամբ էինք հանդես գալիս, ներկայացնում էինք համապատասխան հիմնավորումներ եւ դատարանը լրացուցիչ քննության էր առնում այդ հանգամանքը եւ թույլատրում էր անձանց, որպեսզի հեռավար մասնակցեն դասընթացների, հա։ Լինում էր դասընթացներ, որոնք եւ օրինակ անձինք հենց բուհերում են սովորում եւ իրենց ուսումը պետք է շարունակեն եւ լինում էր դեպքեր, որ անձինք ցանկանում են երկար տևական ժամանակ, ասենք մոտ 8 ամիս տնային կալանքի պայմաններում գտնվելուց հեռավար դասընթացների մասնակցեն եւ դրա արդյունքում որպես լրացուցիչ գիտելիքներ, հա, լրացուցիչ ուսումնառություն անցնեն այլ օրինակ արտասահմանյան միջազգային ծրագրերում։ Այս դեպքում նույնպես մենք հնարավորություն ենք ունենում դատարանին ներկայացնել համապատասխան հիմնավորումներ եւ ստանալ թույլտվություն դրանից հետո արդեն իրականացնել այս գործողությունները։ Նախագիծը հիմնավորվում է միջազգային իրավական ստանդարտներով, ներառյալ երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան, Պեկինյան կանոններն ու Ռիադյան ուղենիշները։ Գործընթացը մեզ մոտ ընթանում է, որ մեր հայաստանյան ստանդարտները կամ իրավակարգավորումները ավելի բխեցնենք եւ համապատասխանեցնենք միջազգային իրավական կարգավորումներին։ Սա փորձերից մեկն է եւ միջազգային իրավական փաստաթղթերը, Ռիադյան սկզբունքները, Պեկինյան սկզբունքները, ՄԱԿ-ի երեխայի իրավունքների կոնվենցիան, որոնք որպես հիմնավորում նաեւ նշված են քրեադատավարական օրենսգրքով այդ փոփոխությունը պետք է կատարել, նրանք ըստ էության այո, հենց վերաբերում են նաեւ անձի եւ դատապարտյալ անձի կամ կալանքի տակ գտնվող անձի երեխայի իրավունքների մասին կոնվենցիան անչափահաս անձի կրթության իրավունքի մասին են խոսում եւ կարծում եմ, որ այս փոփոխության ընդունմամբ ավելի այդպես համահունչ կլինի մեր օրենսդրությունը միջազգային իրավական կարգավորումներ։ Օրենսդրական յուրաքանչյուր փոփոխություն մինչև կիրառության մեջ դրվել է անցնում է մշակման եւ քննարկումների երկար շղթայով։ Հնարավոր է ավելի ակտիվ երևի թե փաստաբանական համայնքը ներգրավել օրինաստեղծ գործունեության մեջ, դա իհարկե կա այդ իդրավտ հարթակը, որ ցանկացած անձ, այդ թվում նաեւ փաստաբանները կարող են, հա, այսպես մտնել, հետևել այդ նախագծերին եւ իրանց ինչ որ առաջարկները հղեն, հա, համապատասխան պատկան մարմիններին, ուղղակի ցավոք սրտի շատ դեպքերում փաստաբանների առօրյա զբաղվածությունը ընթացիկ գործերով իրանց վստահողների հետ կապված միշտ չի տալի այդ հնարավորություն, որ ցած պարբերական սկզբունքով փաստաբանը միշտ հետևի այդ նախագծերին եւ ժամանակ ունենա ինչ որ դիրքորոշում կամ առաջարկներ ներկայացնել, երբեմն որոշ նախագծեր տարածվում են փաստաբանների պալատի միջոցով, երբ որ պալատը ինչ որ նախագծեր է ուղարկում փաստաբաններին եւ ասում է, հա, ցանկացողները կարող են ինչ-որ կարծիքներ, առաջարկություններ արտահայտել, բայց երբեմն կարծում եմ, որ բացի այդ իդրավտի ձևաչափից նաեւ գուցե կարելի է որ պատկան մարմինները կազմակերպեն ինչ-որ թեմատիկ քննարկումներ։ Լեգալիստ փաստաբանական ընկերությունը մասնագիտանում է քրեական գործերով եւ մարդու իրավունքների պաշտպանությամբ։ Ընկերության փաստաբան Մարգար Սողոմոնյանը նշում է, տնային կալանքի հաշվարկման ժամկետները խնդիրներ են առաջացնում անձի իրավունքների պաշտպանության առումով։ Պրակտիկայում եղել են դեպքեր, երբ անձի նկատմամբ կիրառվել է տնային կալանքափոխարինի միջոցը, սակայն փաստացին նրան պրոբացիայի ծառայությունը հաշվառման է վերցրել, ենթադրենք որոշումը կայացնելուց հետո 25-30 օր հետո, որովհետև նրանք չեն ունեցել համապատասխան տեխնիկական միջոցներ։ Այս 25-30 օրը անձը մեղադրյալը դրսևորել է պատշաճ վարքագիծ, գտնվել է տնային կալանքի պայմաններում, բոլոր սահմանափակումները դատարանի պահել է առանց փաստացի հաշվառման վերցնելու եւ առանց պրոբացիայի ծառայության վերահսկողության։ Դատարանները այս դեպքում սկսում են հաշվարկվել տնային կալանքի ժամկետը հենց այն պահից, երբ որ փաստացի նրանց վերցրել են հաշվառման։ Այսինքն ստացվում է իրավիճակ, որ անձին 25 օր պահելով, հա, անազատության մեջ փաստացի այդ ժամկետը չի հաշվարկվում դատարանի կողմից, որովհետեւ նույն դատարանի որոշման մեջ գրված է, որ տնային կալանքի ժամկետի հաշվառումը սկսել փաստացի նրան հաշվառում վերցնելու պահից։ Իմ կարծիքով սա անթույլատրելի իրավիճակ է եւ չի կարող անձը գտնվել փաստացի անազատության մեջ, բայց այդ ժամանակահատվածը նրա համար չհաշվարկվի որպես տնային կալանքում գտնվելու ժամանակահատված։ Առաջարկվում է անհրաժեշտ վերահսկողությունը եւ հաշվառումը կատարել առանց սարքերի, եթե պրոբացիայի ծառայությունը չունի համապատասխան սարքավորումներ։ Ներկայանա մեղադրյալի բնակության վայր հենց որոշումը ստանալու օրը, ներկայացնի նրան կիրառված սահմանափակումների բնույթը, ներկայացնի նրա իր իրավունքներն ու պարտականությունները, այսինքն փաստաթղթային ձևակերպումները, որոնք sense tenants իրենք կատարում են միջև փաստացի սարքի տեղադրումը, նրանք պարտավոր են իրականացնել, մեղադրյալին ներկայացնել նրա կիրառման սահմանափակումները եւ այն պարտականությունները, որոնք որ նա պետք է կրի, եւ դրանից հետո
փաստացի ստուգայցերի միջոցով միջև սարքավորման տեղադրումը, հա, վերահսկողություն իրականացնի տնային կալանքի պայմաններում նրա սահմանափակումների կիրառման նկատմամբ։ Սակայն այս դեպքում նույնիսկ պրոբացիայի ծառայությունը դա չի կատարում եւ փաստացի սպասում է մինչև չունենա իր ձեռքի տակ այդ սարքավորումները չի ներկայանում մեղադրելի բնակության հասցեին։ Ես կարծում եմ, որ այս խնդիրը կարելի է այդպես լուծել, այսինքն եթե չունեն սարքավորումներ, թող փաստացի ներկայանան, փաստաթղթավորեն այն ամեն ինչ, որ իրանք իրականացնում են հաշվառում վերցնելուց եւ երբ որ կունենա սարքավորում, արդեն թող տեղադրեն նաեւ սարքավորում։ Ոստի այդ ժամանակահատվածը իրենց կողմից բացթողնված ժամանակահատվածը որովհետեւ կերպ ի վնաս մեղադրյալի չի կարող մեկնաբանվել եւ կիրառվել։ Նշված կարգավորումներում բաց է մնում նաեւ վերահսկողություն իրականացնելու ընթացակարգը։ Վերահսկողական պարտավորությունները դրված են պրոբացիայի ծառայության վրա։ Օրենսդրական բարեփոխման փոփոխության ընդհանուր գաղափարը ընդունելի է միանգամայն, ուղղակի ստե խնդիրը կանում է դրա իրականացման մեխանիզմի հետ կապված, այսինքն ինչ եղանակով է, հա, դա իրականացվելու, կազմակերպվելու, ինչ որ հատուկ հարթակ է լինելու, որը լինելու է վերահսկվող պետության կողմից, որ տվյալ տնային կալանքի մեջ գտնվող անձը այլ նպատակներով չօգտագործի այդ հեռավար, ասենք, հա, իրակրթության ստանալու իրավունքը, թե դա լինելու է, ասենք, Zoom կամ նման ինչ-որ հանրահայտ հարթակ, այսինքն վերահսկողության եւ այդ մեխանիզմի, այդ հարթակների ձևավորման խնդիրը կարող է լինել։ Նախագծի ընդունումը բխում է Հայաստանի Հանրապետության քրեական եւ քրեական դատավարության նոր օրենսգրքերի ուժի մեջ մտնելուց հետո մոնիթորինգ իրականացնելու եւ օրենսգրքի դրույթների կիրառման կապակցությամբ գործնականում ծագող խնդիրները վերհանելու պահանջներից։